Զարգացման ինչ նոր ուղիներ կան արագ փոփոխվող աշխարհաքաղաքական ու տեխնոլոգիական միջավայրում։ Պատասխաններ գտնելու համար Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին, ինչպես նաև պետական պաշտոնյաների մեկ հարթակում են հավաքել Ucom-ը եւ STAFEM-ը Executive Off-Site Volume 1 հանդիպմանը։ Անկախ նրանից թե կազմակերպությունը ինչքան տեխնոլոգիական առումով հագեցված է կամ ունի համապատասխան լուծումները, ամենամեծ մարտահրավերը մնում է, որ այդ կազմակերպությունների կամ ընկերությունների ղեկավարներին, տնօրեններին ճիշտ կառավարելը, ճիշտ որոշումներ կայացնելը։ Ինչպիսի ազդեցություն է ունենում արհեստական բանականությունը որոշումների կայացման վրա։ Ինչ խոչընդոտների են հանդիպում խոշոր կազմակերպությունները, որոնք դանդաղեցնում են ընկերության զարգացումը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռաֆ Իրիկյանը եւ Change School-ի հիմնադիր Վիրեն Լալը հարցերին հանդիպման ժամանակ են պատասխանել։ Թվում է, թե AI տեխնոլոգիաները գուցե ամենակարևոր փոփոխություններ եւ տրանսֆորմացիա բերողն են, բայց այդպես չէ։ Մենք այսօր քննարկելու ենք կապիտալի եւ փոփոխվող ֆինանսական շուկաների ֆոնը, քննարկելու ենք աշխարհաքաղաքական զարգացումները, քննարկելու ենք կառավարչական խնդիրները։ Ucom-ի գլխավոր տնօրենի խոսքով հատկապես կարևոր է խոշոր ընկերությունների հետ փորձի ուսումնասիրությունը։ Ucom-ի ղեկավար անձնակազմը այսօր այստեղ գտնվում է, որ լսի առաջարկություններ տա, իր մտքի մեջ ավելի այսպես տեղավորը եւ սկսի մտածել եւ համեմատել եւ ինչու՞ չէ հարստացնել փորձը։ Միջոցառմանը քննարկվել է արհեստական բանականության զարգացման դարում կենտրոնացված վերահսկողության եւ ինքնավարության հավասարակշռության պահպանումը, ինչպես նաեւ անկայուն միջավայրում կապիտալի արդյունավետ կառավարումը։ Զարուհի Սահակյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։